Դե գիտես ես եմ խոշոր համիտ որ իսկապես մենք ենք տերը հա մեր երկրի եւ տարբեր առիթներով դա պետք է ասել դրա համար դա սկսում է ոչ միայն եկեղեցի գնալուց կոնկրետ օր այլ ընդհանրապես սկսում է նրանից որ ընդհանրապես չպիտի լռես հա որևէ պարագայում չպիտի լռես որտեղ երբ որ դու լռում ես դու արդեն ես իջում ես մի հատ տարածք այս դեպքում վիրտուալ է հետո դա տեղափոխվում է այնտեղ հա եւ իհարկե հիմա էլ ուզում եմ այս ֆոնին ոնց որ մեկ այլ բան էլի կապել որ անընդհատ փորձում են այդ չյամալի իրանց հիմա ճիշտ է իրանց համար ասել սրբազաններ բայց քանի կարգալույս չեն պետքա հա օգտագործենք սրբազան տիտղոսը ոչ թե իրենց հարգելով այլ իրենց զուտ եկեղեցու կոչումը այո հիմա ասենք այդ սրբազաններին իրանք ես գում եմ էլի այս երկու օրա ինչ որ տես փոքր արտահայտություններ հարցազրույցներ բան մեղմ տենց ինչ որ բաներ են ուզում ասեն իրավիճակը մեղմացնել բայց ակնհայտ է էլի որ իրանց արածը բոլոր իմաստներով բոլոր ասեցի ինձ թվաց ուրիշ բաներ իր ասել չէ ես երբեք չեմ ասում դες բաներ բանը բոլոր իմաստներով դա դավաճանություն է իրանց առաջին հերթին իրենց խղճին իրենց ներկայացած հաստատությանը եւ հետո նոր մնացած այդ քաղաքացիական եւ այլ բաներ որովհետեւ ուխտին հետ եմ ասում այսինքն դուք մարդիկ որոնք շատերը ստացել են եպիսկոպոսական կարգ ստացել են վեհապար հայրապետից ախր դուք ոնց եք այդ բանը անում էլի այսինքն ոնց եք դուք այդ գնում դրան դեմ ընդ որում նորից եմ ասում էլի եթե դուք տենց որ խնդիրներ եք տեսել եկեղեցու մեջ բախի առաջ դրանց մասին չեք բարձրացել բախի դրա այդ հարցերով չեք զբաղվում բախի ձեր համար ամեն ինչ նորմալ էր ու հիմա հանկարծ հիշեցիք ընդ որում այդ հերիք չի էտի արել եք մի հատ էլ այս պահին այդ կռիվը եթե կա ներսի ինչ որ խնդիր տան ներսից հանել տարել եք դրա մոտ, ով որ ամեն ինչ անում որ այդ տանը խփի։ Այսինքն դու գնացել եք իր հետ հանդիպի եք արել դա։ Ներսում չեք կարողանում լուծել ու մարդ եք բերում կոպիտ ասած եկեղեցուը եւ վերջապես այդ բանում դուք վեհապար հայրապետը ձեր հոգեվոր հայրն է, ձեր հայրն է, դուք իր զավակներն եք բոլորդ։ Այսինքն դուք ձեր հոր վրա գնացել եք շատ էին ինքն է։ Այդ եմ ասում, դուք իրանից եք ստացել։ Մենակ եպիսկոպոս չես եկել, դժ քահանան իրանից ստացածն, այսինքն բան, վարդապետը իրանից ստացածն են։ Դուք գնում եք ձեր հոր վրա բան եք բերում, դա բարոյական խախտում է, էլի տան, ընտանիքի, հայրենիքի, որ իրենք էլ գիտեն ինչ են արել։ Իրենք եթե իրենց ճշմարտության մեջ համոզված լինեին, երեք չէին վախենա գնալ եպիսկոպոսատ ժողովին, որ տեղի չունը փախել են, ասինքն ինչ են արել, հերացածանգերին չեն պատասխանում եւ այլն, դա ինչ է, դա թուլության նշան է, ասինքն դուք դարձել եք գործիք Աստծուն ծառայելու փոխարեն եկեղեցուն ու արդարացում չունի ախր հրանջան, ասինքն դուք ինչ էլ հիմա իրանք տենց ախր շատերին ցավոք սրտի արդեն պետք է ասեմ, էլի ճանաչում եմ անձամբ, էլի հաց եմ կիսել իրանց այդ բան, ասենք մարդիկ էլի դուք ինչ արդարացում եք այս երկրի տակ, այս երկնքի տակ բերեք, ինչի համար եք դա արել, դուք խփել եք եկեղեցուն, դուք բերել եք նրան, որ վաղը եկեղեցուն կարող է Աստված մի արած, բայց կարող է սարքեն նույն բանակի պես, ոնց որ հիմա ունենք, դեկորատիվ բանակ կա, բովանդակային բանակ չկա։ Հիմա դե սրանով հանդերձ, բայց ուզում եմ դա անպայման նշենք, որովհետև այնտեղ նրբություններ կան, որոնք կարևոր են, միշտ չի որ միանգամից աչքի են ընկնում։ Եթե մենք երեկվա եպիսկոպոսների հայտարարությունը տեսնենք, ժողովը չկայանալուց հետո վեհապար հայրապետը ամեն դեպքում հայրաբար է մոտենում նույնիսկ սրան ասում է որ այո վերադարձեք պատրաստենք այո դուրը բացան այսինքն եկեղեցին իր բարձունքի վրա է վեհապար հայրապետը իր բարձունքում է գտնվում այդ զղջալու եւ այլի շանսերը տալիս է քրիստոնեաբար է մոտենում ու այստեղ իսկականից արդեն ոչ մի քաղաքականություն չկա ոչ բարձ շիտակ մաքուր հոգևոր հայրապետի առաքելություն, որ իրականացում է վեհապարի կողմից։ Այդ բանն է։ Ու դրանից են վախեցել, վստահ եմ, որ Նիկոլեն դրանից են վախեցել, որ այսօր երկրորդ այդ հայտարարությունը ստորագրել տվեցին դրանց։ Այդ բանն է, էլի անառակ որդու վերադարձի բանը կարող ենք տեսնենք, էլի։ Ես գիտեք, նույնիսկ այս պարագայում շատ դեմ չեմ լինի, եթե վեհապար հայրապետը թեկուզ այդ անառակ որդու կարգավիճակով նրանց ընդունի, հա, հասկանում եք Իհարկե հետևություններ կարվեն, բոլորս կհասկանանք եւ այլն, բայց վեհապար հայրապետը այդ դուռը դեռ բաց է պահում իրենց համար։ Եվ դա այդտեղ ինձ համար մի փոքրիկ հույսի նշույլ ունեմ։ Անկեղծ եմ ասում, ամեն ինչը մի կողմ դրված, ես էլի ունեմ այդ հույսի նշույլը, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի բան թեկուզ
քո խոսքը լսելով ի մյուսի վերջ ժորտ եկեք հիմա իրանց դիմենք, ասենք, եթե ձեզ պատանդ է պահում իշխանությունը, չգիտեմ, սոս սիգնալ տվեք, փորձեք ինչ որ կերպ վերադառնալ ովքեր են այնտեղ։ Adekvat իրականություն։ Այստեղ ինձ ամենաշատ էս պատմության մեջ իրականում ամենազավեշտալին տեսանկյունից չէ, դա իշխանության երեսպաշտությունն է։ Որովհետև այն ամեն ինչը, այն բոլոր բացասական բաները, որոնք ես գիտեմ, հա, թվացial կամ հաստատված кейսերը, որոնց մասին ես տեղյակ եմ այդ Նիկոլի հետ հանդիպած մարդկանց մասին։ Ես գիտեմ բացառապես ներկա իշխանավորների կամ Facebook-ից կամ ZLM-ներից իրանց տպած կամ ազգային ժողովի ելույթներից, այսինքն այն բոլոր բացասական երևույթները, որոնք շրջանառվում են հանրության մեջ, հենց ներկա իշխանության ներկայացուցիչները նախկինում եւ հիմա դրա հրահրող եւ դա տարածողն են։ Եվ արդյունքում հիմա անենց դեմքով կանգնած պաշտպանում են ինձանից այդ մարդկանց, այն որ լուրջ